Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանն է։ Բարև ձեզ, տիկին Ջուլիետա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ջուլիետա, ձեզ հետ կարծում եմ թեման անսպառ է։ Ես մտածել եմ սկսենք սկզբից, քանի որ դուք որպես օրինակ եք դերասանուհու, ուզում եմ պատմեք, թե ինչպես եղավ այն պահը, երբ հասկացաք, որ դերասանությունը եւ դերասանի մասնագիտությունը ոչ թե պարզապես մասնագիտություն, այլ ճակատագիր է ձեզ համար։ Ասեմ Անետ ջան, որ դեռ փոքրուց ես չգիտեի, որ պետք է դերասանուհի դառնամ, ամռան շրջանում, որ գնում էի գյուղ տատիկիս մոտ, այնտեղ հորեղբայրներ ունեի, հորեղբոր երեխաներ, բոլորին հավաքում էի, սկսում էի հանդես կազմակերպել, այսպես ասած։ Հա, պարացնում, երգում, կարդում, Անուշը խաղում էինք, դեիչնում էինք ձորը, ես գոռում էի, Անուշ, Անուշ, պատասխանում էին, բեմադրություններ էի անում, ռեժիսորություն էի անում, բայց առանց հասկանալու խաղ որպես։ Հետո տարիների ընթացքում դպրոցում մենք մի բեմադրություն արեցինք, այնտեղ ես խաղում էի, արդեն դպրոցի բոլոր ուսուցիչները ասում էին, որ ապագա դերասանուհի են։ Մեջս կար էլի այդ ժամանակվանից, որ ես չէի հասկանում, երևի խաղի էինք վերածել, բայց այդպես։ Որովհետև շատերն են նշում, որ դերասանուհի ծնվում են, առհասարակ դերասան ծնվում են, այլ ոչ թե դառնում։ Ձեր դեպքում կարծես թե դա Բայց հա փոքրուց մեջս սերմանել էր արդեն, առանց հասկանալու խաղերի միջոցով հանդեսներ էի անում այդ երեխաների հետ, գնում էին սարերը, ձորերը, շատ հետաքրքիր էր ինձ քաղաքի ապրած մարդու համար, գյուղը լրիվ ուրիշ է, ու ազատություն էր, տատիկս չէր խոսում, խոսածով չկար վրաս, բոլորը մենակ սիրում էին, ես էլ արդից օգտվում էի երևի, ու այդպես անընդհատ այգում, սարում, գետում, անդադ գետերում լողանում էինք, հավաքում էի երեխաներին տանում, այնտեղ վերջը, ամեն ինչ արվում էր այնտեղ։ Տիկին Ջուլիա, այդ ժամանակահատվածում դերասանի մասնագիտություն ունենալը տարածված չէր։ Հետաքրքիր է, ընտանիքում այդ խնդիրը ինչպես լուծվեց, վստահ եմ որոշակի տարաձայնություններ եղել են։ Բավականին շատ ու շատ եմ պատմել, հայրս կատեգորիկ դեմ էր, բայց ես հիմա չեմ ուզում կրկնվեմ, էլի անընդհատ նույն բանը պատմեմ, գնում էի այնտեղ թատրական խմբակ, հետո այդ խմբակի հետ մենք հայրս չգիտեր այդ ժամանակ, որ պիտի գնայինք շրջագայության, մենք ուրեմն Եղեգնաձորից սկսեցինք այդ խմբով, հետո խմբի ղեկավարը եկավ հորս համոզեց, մենք գնացինք Եղեգնաձորից Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, Կիրովաբադ, վերջինը Կիրովաբադում ենք խաղացել։ Ու այդպես բացվեց ճանապարհը։ Հետաքրքիրն այն է, որ երբ կարդում էի ձեր հարցազրույցները, ես նկատեցի մեկ հատված, որ դուք էիք ինքներդ ձեր երեխային արգելում թատերական ինստիտուտ եւ դերասանի ճանապարհով գնալ, որովհետեւ կարծում եք, որ այն բարդ է։ Տիկին Ջուլիա, հետաքրքիր է, ինչ դժվարություններ ունի կինը որպես դերասան Հայաստանում։ Դժվարությունները այդ ժամանակ, որ ես թույլ չտվեցի իմ աղջկան, իրոք ուզում էր, երկրորդ աղջիկս շատ էր ուզում, չնայած մեծը թատրոնում է մեծացել, բայց երևի հագեցավ, փոքրիկ քիչ էի տանում, ինքը անպայման ուզում էր, ինքը արվեստաբանական ընդունվեց, ասի պետք չի, որտեղ այդ ժամանակ թատրոնը փակ էր, այն վատ տարիներն էր, ոչ բան չկար, դրա համար հետո Շատ է որովհետև այդ որ դու ինքդ տանջվում ես, չարչարվում ես ու այդ ամեն ինչը գիտես, չես ուզում քո երեխան էլ այդ նույն ուղղությամբ գնա, որովհետև դժվար է, շատ դժվար է։ Հիմա շատ հեշտացել է, իրանց թվում է թե պես հեշտ է, բայց չէ, թատրոնի աշխատանքը իրոք շատ դժվար է։ Եթե կարողանաս, ես շուրջ 60 տարի թատրոնում եմ եւ վայելում եմ թատրոնը։ Տիկին Ջուլիա, կարծում եմ հաշվել չի լինի ձեր մարմնավորած դերերը,
ինձ թվում է անհաշվելի են դրանք։ Պարզապես ինձ հետաքրքիր է որ դերն է, որ կերպարն է ձեզ ամենաշատը փոխել որպես մարդ։ Չէ, այդպեսի կերպար չեմ խաղացի։ Գիտես Աննա, թատրոնում շատ դժվար է, որովհետև երբ որ ես ընդունվեցի, թատրոնում մեր մեծերն էին, դա մի երանելի տարիներ էր եւ ես նրանցից շատ բան եմ սովորել եւ կյանքում եւ բեմում, որովհետև նրանք շատ լավ մարդիկ էին, բոլորը անխտիր ու ամեն ինչ անում էին, որ դու քեզ զգաս երեխա եւ ամեն ինչ անում էին, որ մեզ համար լավ լիներ։ Եթե մի փոքր էպիզոդ էր խաղում նրանց մոտ, նրանք անպայման նայում էին, դիտողություն էին անում, ասում էին, սենց պետք է լինի, հասկանում էիր արդեն։ Իսկ հիմա շատ հեշտացել է ամեն ինչ։ Ով ոնց ուզում է խաղում է, ոչ։ Ով ուզում է խաղում է։ Ով ուզում է խաղում է, այնպես որ Շատ դերասաններ ու շատ վաստակավոր դերասաններ են խոսում այդ մասին, նշելով, որ այսօր ճանապարհը այնքան է հեշտացել, որ որոշակի առումով նաև դերասանի մասնագիտությունը արժեզրկվում է։ Այո, այո։ Հայտնվում են էկրանին եւ դերասանի ճակերտավորած այստեղ զբաղեցնում են այնպիսի մարդիկ, ովքեր ոչ շնորհ ունեն, ոչ կրթություն ունեն։ Մի հատ սերիալում նկարվում են, արդեն իրանք տաղանդավոր դերասան են եւ տաղանդավոր, շեշտում են անպայման։ Ես մնում եմ ապշած, տաղանդավոր բառը ամեն մեկին չի կարելի ասել, էլի։ Տաղանդավոր մեր մեծ դերասաններն էին։ Այո։ Ես այդպես եմ հասկանում։ Հիմա բոլորը տաղանդավոր են, ինչ ասես։ Շատ դեպքերում հենց դերասանների փոխարեն հայտնվում են այլ հայտնիներ, օրինակ բլոգերներ, երգիչներ, իրենց ճանապարհը ավելի հարթելու համար, որովհետև սերիալը հեշտ հնարավորություն է տալիս ճանաչել։ Գիտեք, կան մեջները իհարկե, ոչ բոլորը, բայց մեջներից կան երգիչների մեջ էլ կան, որ իրոք շնորհքով են խաղում են, կան որ կրթություն չունեն, բայց շատ լավ խաղում են, ունեն ներսից, բայց կան էլ որ բան չի, բայց դե խաղում են։ Ինչ ասել։ Ունենք այն ինչ ունենք։ Հա։ Իսկ եղել է ձեր մասնագիտական տարիների ընթացքում, որից հրաժարվել եք պարզապես ձեր սկզբունքներից ելնելով։ Չէ, թատրոնում իրավունք չունեց հրաժարվես նախ։ Այն ժամանակ հիմա կարող է չգիտեմ, բայց այն ժամանակ ինչ տալիս էին, այն պետք է խաղայիր, որովհետև թատրոնը այդպես է, պարտադիր չի բոլորը գլխավոր դեր խաղան, կամ նայած պետք է, հետո շատ էին, ամեն մեկը իր բանը ուներ, էլի, դերը ուներ, այսպես ասած։ Մեկը էպիզոդ է խաղում, մեկը հարևանու է խաղում, մեկը հերոսուհի է խաղում։ Բայց բոլորը հավասար են, չէ՞։ Այն ժամանակ այդպես էր, բոլորը հավասար էին։ Այո, բոլորը շատ սիրով, ցանկությամբ, որովհետև գիտեք, այն ժամանակ էլ էր դժվար էր ապրելը, ասենք փող աշխատելու իմաստով, միշտ դերասանների աշխատավարձը ցածր է եղել համեմատած ուրիշ բաների հետ, բայց օրինակ մենք կինոստուդիայում կրկնօրինակում էինք ֆիլմեր, ռադիո, տելե, աշխատում էիր, ինչ որ գումար վաստակում էիր, դրա համար թատրոնի աշխատավարձը միշտ քիչ է եղել, բայց բավարար էր, բայց թատրոնը ուրիշ է։ Ինչքան ուզում ես դու դրսում խաղաս, նկարվես, սերիալում նկարվես, թե կինոյում կապ չունի։ Թատրոնը ուրիշ է, որ մտնում ես բեմ, դու ես քո հանդիսատեսն է։ Տիկին Ջուլիա, շատ տաղանդավոր, այստեղ այս բառը կարող եմ ասել դերասաններ, նշում են, որ տարիների վաստակ ունեցող տաղանդավոր դերասաններ նշում են, որ երբ ինչ որ կերպար ես մարմնավորում, այնքան ես այդ կերպարի մեջ մտնում, որ հետո դժվար է լինում դուրս գալ։ Հետաքրքիր է, ձեր դեպքում էլ է այդպես կարողացնում եք հեշտ դուրս գալ, մանավանդ ծանր դերեր մարմնավորելուց հետո։ Հա, որովհետև գիտես ինչ դեր խաղում ես այդ ընթացքում, դա քեզ հարազատ է դառնում։ Իր բնավորությունը, իր քայլվածքը, իր խոսելու ձևը, շարժը ձևը Հետո արդեն եթե ուրիշ դեր ես խաղում, արդեն հենց շորը հագնում ես, արդեն գրիմ անում ես, արդեն կերպարը դու պետք է զգաս, իմանաս։ Իսկ ով որ ասենք թե կան մարդիկ, որ մի դեր խաղած են, մնացել են այդ դերի տակ, դա ճիշտ չի, իմ կարծիքով, որովհետև հետո երևում այլի, որ ասենք խաղում է, վայ, չէ, դերն է մարմնավորում, ինչը նախկինում էր։
Տիկին Ջուլիա, հետաքրքիր է, կա մի բան, որ դեռ չեք ասել հանդիսատեսին։ Կերպարի տեսքով։ Իհարկե, շատ դերեր կողքովս անցել է, որ ես չեմ խաղացել, չեն տվել, որովհետև թատրոնում այդպես է, կամ կտան, կամ չէ։ Միշտ ռեժիսորից ես կախված։ Դերասանի գործը վատը դրանումն է, որ դու միշտ ռեժիսորից կախված ես։ Քեզ կտեսնի այդ դերում, թե չէ։ Որպես դուք այդ դերին կարծես թե հետևից նայել եք։ Դե երիտասարդ ժամանակ շատ հուզվում էինք, խոսում էինք, այս վերջերս նույնիսկ անդադ վիճում էինք հետները, որ սա իմ դերն է, էլ ինչի չես տալիս։ Բայց ես քեզ չեմ տեսնում։ Վերջացա։ Նա տեսնում, ինչ կարող ես ասել։ Իսկ հիշեք ամենախոցելի պահը, թեկուզ հենց առաջին քայլերի ժամանակ, երբ դեր էիք, այսպես ասած, չակտավոր ասած տենչում, բայց չստացաք։ Ամենախոցելի պահը ո՞րն է եղել։ Այդպես չի եղել, առաջի դերը ես խաղացել եմ Սալեմի վհուկները Բետի խաղում, որ բեմադրել էր Հրաչյա Ղափլանյանը, եւ մեր մեծերն էին բոլորը, ես իհարկե վախվորած վախենում էի, բայց ստացվեց նորմալ, դե եթե մեծերը ասեցին, ահա, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, ահա, դրանից հետո այդ մեծերի մոտ մենք միշտ ավելի զուսպ էինք, սպասում էինք, ասում էինք, դե իրանք մեծ են հիմա խաղան, հետո մենք մեր հերթը կգա, մեզ այդպես էին դաստիարակել, հետո մեր մեծերը գնացին ցավոք սրտի շատ շուտ, այդ վատ տարիները եղավ, թատրոնը փակվեց, հետո նոր մարդիկ եկան, նոր ռեժիսորներ եկան, այ դրանց հետ վիճում էի, խոսում էի, ասում էի, արդեն տարիքը ասում համբեր եք, ինչքան համբեր ես, տարիներն է անցնում, հա, դե մի քիչ ռեժիսորի բանից է կախված, էլի, կտա թե չի տա։ Այդպես է։ Կա մի բան, որի համար շնորհակալ եք ձեր անցած տարբերակին, ձեր փոքրիկ Ջուլիային։ Հա, իհարկե, փոքր ժամանակ շատ հիշողություններ կա, հետաքրքիր է, որ ավելի շատ գյուղի հետ է կապված, քույրս ասում է, լսի մեկը լսի քեզ կասի դու գյուղում ես ծնվել ասել, ասում անդադ դրանից ես խոսում, ասում դե քաղաքում ինչ կար, մեր ճամբար էր, այդ ճամբարի բացումը անում էինք, մեկ էլ փակումներ, հետո ամառը գնում էինք տատիկի մոտ գյուղ, հրաշալի գյուղ էր Այգեձորը։ Բարզություն կար, չէ՞, Այգեձորը, այգիների ձոր ոնց որ լիներ, իրոք անտառներով իր, բան այդքան գովում է Ղարաբաղի անտառները, բայց նույնը հենց այդտեղ էր Այգեձորի անտառները, ամեն ինչ կար, եւ մոշ, եւ հոն, եւ տանձ, եւ խնձոր, պոպոկ, ամեն ինչ էլ կար անտառում, որ գնայր, քաղցած չէիր մնա ամեն դեպքում։ Հա ու դա ավելի տպավորվել էր իմ մեջ, որովհետև այդ ազատությունը, այդ սարը, ձորը, գետը, այդ ամեն ինչը երեխային ավելի բան է, չէ, եւ վերջերս երևի մի 10 տարի առաջ հորեղբորս աղջկան ասում եմ, արի գնանք գյուղ։ Նույն արկածներն անենք։ Հա, գնացել ենք ուրեմն ման ենք եկել, բան այդ որտեղ որ փոքր ժամանակ խաղացել եմ, բան, հետո գնացի, ասի գետում պիտի լողանամ, ասում ամոթ է, ասի չի ամոթ, գնացինք տեսակ երեխաներ են, ասի դուրս եկեք։ Մենք լողացանք էլի, բան են մանկական բանը կա դեռ իմ մեջ։ Ինձ միշտ ասում են, չես մեծանում, երեխա ես մնում, ասում դե երևի, չգիտեմ, բնավորությունից է, թե ինչ է, թե թատրոնն է նպաստում, այդպես է։ Միգուցե դա էլ ձեզ այսքան կյանքով լեցուն ու երիտասարդ է պահում։ Երևի։ Տիկին Ջուլիա, կա մի մարդ կամ կար մի մարդ, ում խոսքերը ուսանողական տարիներին, թատրոնի տարիներին, դեռ երիտասարդ ժամանակ մշտապես հիշում ու կարևորում եք։ Դա Վարդան Աճեմյանն էր։ Տաղանդավոր, հանճարեղ, ինչ տաղանդավոր, հիմա բոլոր հանճարեղ ռեժիսոր։ Ես էլի եմ ասել, որ երևի 100 տարին մեկ է ծնվում Վարդան Աճեմյանի նման ռեժիսոր, որտեվ ինքը փայտին էլ կարող էր խաղացնել բեմում։ Այնքան տաղանդավոր, այնքան հանճարեղ էր, այնքան բան եմ սովորել նրանից։ Իսկ ամենահիշարժան միտքը կամ խորհուրդը նրա կողմից ո՞րն էր։ Որ ինձ ասել։ Չէ, տենց բան չեմ հիշում։
Սակայն պատկերացնում եմ ինչ պատիվ էր եւ ինչ Մի անգամ Վահագն Դավթյանի Մեհերի դուրը բեմադրում էր։ Այդ ժամանակ ես երիտասարդ էի, նոր էի, մի քանի տարի էր թատրոնում էի։ Ինձ տվել էր Գեղեցկուհու դեր։ Մի հատ։ Ես բանաց վարդանիկի չեմ ուզում, ես ուրիշ դեր էի ուզում, ուրիշ ներկայացում։ Ասես դու չես հասկանում, վաստակավոր դերասանուհիները եկել են ուզել են այդ դերը, ես չեմ տվել, ես քեզ եմ տվել։ Դու խաղաս ու կտեսնես, որ եւ իրոք ինքը շատ ուժեղ աչք ուներ էլի։ Որտո փոքր էպիզոդ էր, բանել չէր մեծ, բայց ով նայում էր, անպայման ասում էր շատ լավ էր։ Նրանց որ շատ լավ հիշողություններ կա իրանց շատ։ Ափսոսում եմ, որ այդպիսի տաղանդավոր մարդիկ հիմա չկան։ Եթե խոսենք ռեժիսորների մասին, տեսեք նշեցիք, որ Վարդեն Աճեմյանը տեսել էր ձեր մեջ մի կերպար, որ դուք կարող եք մարմնավորել, որի մասին դուք պատկերացում չունեիք։ Իսկ այսօր, եթե նայենք ռեժիսորների կատարած աշխատանքին, ինչ եք տեսնում։ Շատ դեպքերում նշում են դերասանները, որ մի օրինակություն է տիրում։ Ռեժիսորը չի ցանկանում նորովի բացահայտել դերասանին, եւ եթե մի դերասան այս կերպարն է խաղացել, բոլոր հեռուստաալիքներում նա այդ կերպարն է։ Այո, ցավոք սրտի այդպես է։ Գիտեք ինչ, սերիալը ախր չի կարելի բանել, որ սերիալը ոնց որ կանվեյերի նման տեքստը տալիս են, դե շուտով նկարես արագ այս վիճակում է։ Թատրոնն այդպես չի, թատրոնը մենք կարող ամիսներով նստենք սեղանի շուրջը, կարդանք, կերպարը բացահայտենք, ամեն ինչ լինի, հետո նոր անցնում ենք բեմ, միզանսցեն, բան։ Սերիալը 1-2 արդեն պատրաստ է։ Չես էլ հասցնում այդ ընթացքում օրինակ կոնկրետ ես եղել է որ ասում այ մարդ չհասկացա, ես ինչ էր, խաղացի, հա, բայց միջև որտեղ անդադ ուշադրությունը տեքստի վրա է, որ տեքստը չշփոթես։ Եթե մեկ-մեկ իմպրովիզես անում, մի արա, այ մարդ ինչի, ասենք թե Շեքսպիրի տեքստն է, ինչ ասում եմ, թող, եթե խոսակցական չի, ավելացնում ես կամ պակասացնում ես, դրանից բան չի փոխվում, միտքը չի փոխվում։ Այնպես որ սերիալի հետ պետք չի համեմատել, բայց հիմա տաղանդավոր ռեժիսորներ կան, տղաներ էլ կան, մենք էլ լավ երիտասարդություն ունենք թատրոնում, շատ լավ կադրեր ունենք երիտասարդ սերունդից։ Այսինքն երիտասարդ չեն, արդեն 40-ին մոտենում են, բայց ունենք լավ։ Տիկին Ջուլիա, ես շատ եմ հանդիպել դերասանների, ովքեր նշում են, որ ես դերասան եմ, ես խաղում եմ թատրոնում եւ վերջ, ես ոտք չեմ դնի սերիալի նկարահանման հրապարակ։ Իսկ մյուս մասն էլ ասում են, որ եթե դու չլինես սերիալի նկարահանման հրապարակում, ապա ինչ ես բողոքում, որ սերիալի նկարահանման հրապարակում հայտնվում են ոչ դերասաններ, ճակերտավոր ասած։ Հետաքրքիր է, դուք հանդիպել եք նմանատիպ կարծիքների եւ ինչպես եք վերաբերում առհասարակ Ես գտնում եմ, որ սերիալն էլ դերասանը պետք է խաղա եւ մեծ ու փոքր դեր չկա, պետք է խաղաս անպայման, որովհետեւ սերիալն էլ մի ուրիշ կերպ է վարժեցնում դերասանին։ Ֆորմայի մեջ է պահում։ Այո, ֆորմի մեջ է պատմում։ Հետո դա մեր աշխատանքն է, վերջին հաշվով, ինչի պետք է դրսից մարդիկ գան։ Դու խաղա։ Ինչ ասեմ, մարդ կա, իրան թվում է, որ ինքը միայն բեմում պետք է խաղա։ Աստված իր հետ, բայց սերիալը վարժվելու համար, այդ արագությունը, այդ ամեն ինչը, կերպարները հետո այնտեղ տարբեր են, չէ, ես գտնում եմ, որ առաջին մենք հեռուստաթատրոն ունեինք, այնտեղ էլ բեմադրություն ունենք, բայց այնտեղ էլ նորմալ էր, տենց չէր ոնց որ, տենց արագ, հա, դրա համար որակ կար։ Հիմա ինչ-որտեղ, ասենք թե, որ որակ են շատ ուզում, այդ արագության մեջ որակ չի լինի, այդ ճոխության մեջ։ Ես անցյալ տարի Մոսկվայում գնացել եմ, նկարվել եմ, նոր գնում է հիմա իրանց մոտ։ Որովհետև մոնտաժային աշխատանքները պատկերացնում եք, ընդամենը 10 սերիանոց բանը, մի տարի անցել է, նոր գնում է։ Ագենտ է եկել էր, ասեց գնալու, ասում եմ ոնց, չի գնացել, Մոսկվայի ալիքներով էր։ Ուզում ասեմ, նրանք ուրիշ կերպ են աշխատում, էլի։
Իսկ մեր մոտ հələ մի 5-6 սերա գնում է, արդեն եթերա գնում։ Դրա համար չեն հասցնում, պետք է հասցնեն, այդ արագությունը դրանից է գալիս, որ դերասանն էլ չի կարողանում որ բան լինի։ Ես հիշում եմ մի դերասաններից մեկը պատմեց, որ օրվա սերիայի համար էին նկարահանվում, արագ մոնտաժում։ Եղել է, այդպես ինձ հետ էլ է եղել, սցենարիստն էլ Ամերիկայում էր, գիշերվա ժամը 2-ն նստել ենք, սպասում ենք, պետք է ինքը բան անի, սցենարը գրի ուղարկի, որտեվ եթեր է գնում։ Գոնե ասենք, թե մի ամսվա զապաս պետք է ունենաս, ոչ թե մի շաբաթվա նկարած գնա եթեր, հետո Էդ էլ արդեն իրանց բանն է, էլ ես չգիտեմ։ Տիկին Ջուլիա, դուք այս պահին վերջացրեցիք նկարահանումը սիթքոմներից մեկում, որը բավականին հաջողված եւ ռեյտինգային է, Մարդամեկը սիթքոմի մասին է խոսքը։ Ուզում եմ մի փոքր պատմեք առաջարկի մասին եւ ինչ նոր հետաքրքրություն բերեց այդ սիթքոմը, որովհետև վերջին շրջանում կարծես թե բոլոր սերիալները, ինչու՞ չէ, նաև գեղարվեստական ֆիլմերը ավելի շատ ցավի ու տառապանքի մասին են։ Եվ շատ են ասում, որ ցավեցնելը եւ լացեցնելը այսօր շատ ավելի հեշտ է հանդիսատեսին, քան ծիծաղեցնելը։ Ուզում եմ մի փոքր պատմեք այս սիթքոմի մասին։ Զանգեցին, առաջարկեցին, ես չհրաժարվեցի, որովհետեւ ճիշտ ասած ամբողջ տարի համարյա թե բան չէի արել, մի քիչ լավ չէի զգում, համաձայնվեցի, ասեցի, քանի սերա, ասես 10, ասի շատ լավ է, որ 10։ Հա, 16 ներողություն, 16 սերա։ Հա, ասեցի, գնացի բուֆետի աշխատողներ, խանութի աշխատողներ։ Հա, դե ոնց գրված է, այդպես է խաղացինք։ Մի տանիքի մասին է, որ շատ մի տղան ամուսնացած է, երկու տղան կան, աղջիկ ունի տանը, ամուսինները, վերջը, այդ Սոդոմ Գոմորա, ասես ասած, գյուղից հյուրեր են գալի, մնում են իրանց տանը, դա այդ վիճակը արդեն ծիծաղելի է, տուալետի հերթը և ամեն ինչը։ Այնպես որ ես իմ ժողովուրդը հավանում է, ինչքան արձագանքներ լսել եմ, ասում են, որ հավանում են շատ, ծիծաղում են, իսկ մեր ժողովրդին ծիծաղ պետք է, հերիքա լացենք, այնքան լացեցինք, լացը բերում, ոնց որ ասում են, ավելի լավ է, որ հումորային բաներ լինի, տեսնենք երկրորդ։ Նախկինում շատ ավելի շատ էին հումորային սիթքոմները։ Այո։ Տիկին Ջուլիա, իսկ հետաքրքիր է, որտեղից եք կարողանում ձեռք բերել այդ ուժը, երբ հոգնում եք, երբ որոշակի առումով նաև հիասթափում եք, որովհետև տարիներ շարունակ լինել ուշադրության եւ հանդիսատեսի կենտրոնում, դա շատ բարդ բան է։ Նշեցիք 60 տարի է դուք հանդիսատեսի առաջ եք։ Երբ լինում են ինչ-որ պահեր, երբ հոգնում եք, ոնց եք կարողանում վերականգնել ձեզ ու որտեղից է ձեզ մոտ այդ ուժը գալիս։ Ասեմ, միջև հիմա չէի հոգնում։ Այս ծննդյանս հետո ինչ-որ վատ զգացի, մի քիչ հիմա հոգնում եմ իհարկե, հոգնելուց գիտեք ոնց է, եթե գնում ես նկարահանման ու ժամերով նստում ես, այդ հոգնեցուցիչը ահա որ, եթե անդադ խաղում եմ, չեմ հոգնում։ Իմ աղջիկները կատակով ասում են, մամ, դու գնա աշխատանքի, դու որ տանն ես մնում, հիվանդանում ես։ Եվ իրոք այդպես է, երբ որ աշխատանքի մեջ ես չեմ զգում հոգնածություն, երբ որ ամբողջ օրը նկարվեմ, էլի չեմ զգա, բայց երբ որ նստում ես եւ սպասում ես, որ ինչ-որ մեկը ուշացել է կամ ինչ-որ մի բան, ժամերատևում արդեն հոգնում ես։ Եթե հիշենք տարիներ առաջվա կինոն, մեր օրերի սերիալը ու թատրոնը, որտեղ եք դուք ձեզ լրիվ ամբողջական զգացել եւ զգում։ Տարիների առաջվա կինոն կարող է մի էպիզոդը 15 օր գնայր գայր, չնկարվեիր, չհասցնեին, կամ ինչ-որ մի բան լիներ, կարող է մի էպիզոդի համար մի 15 օր դու գնայիր գայիր։ Իսկ սերիալները հիմա դե արագություն է, դա ոչինչ, ես ինձ լավ եմ զգում թատրոնում իհարկե, առաջի հերթին թատրոնը։ Բացի դրանից էլ ճիշտ ասած, այս որ վատ տարիները սկսվեց, ես հայ համերգի հետ էի համագործակցում, էստրադայի բեմում, ասմունքում էի, համերգն էի վարում, տեղ էլ լավ էի զգում, ասեմ, որ առաջ անգամ Լեննականում, որ բեմ մտա,
Ալիջլիքը դու մենակ բեմում ես։ Իմ սիրտը խփում էր, որտեղ գիտեմ լեննականցիք ինչ հումոր ունեն եւ ինչ արձագանք եւ ինչ դերասաններ են տեսել, հիմա ես կանգնել եմ, կարդում եմ, բայց սիրտս խփում է։ Ասում տեսնես ռեակցիան ոնց կլինի, էլի ու նոր էի սկսել ճիշտ անցան, հետո որ սկսեցին ծափ տալ, բան նոր ոնց որ լիարժեք շունչ քաշեցին։ Եթե լեննական ընդունում է, ուրեմն ամենտեղ կարող ես դեմ բարձրանալ, որտեվ իրոք շատ խստապահանջ է լեննականի հանդիսատեսը, որովհետև իրենք հումոր ունեն ու պետք է գերազանցել։ Տիկին Ջուլիա, այսօր երբ նկարահանման հրապարակում ձեր հետ նույն հարթության վրա խաղում են սկսնակ դերասաններ, հետաքրքիր է ինչպես է վերաբերմունքը ձեր։ Շատ դեպքերում սկսնակները նշում են, որ այնքան լավ է, երբ տաղանդավոր դերասանի կողքին ես, որովհետև շատ է օգնում քեզ։ Շատ տաղանդավորներ էլ նշում են, որ իրենց ժամանակն է գնում ինչ-որ բաներ սովորացնելու համար։ Ձեր դեպքում ինչ է։ Չէ, ես լավ եմ վերաբերվում, որովհետև նախ հիմիկվա երիտասարդները շատ համարձակ են, ասեմ, եւ ինձ թվում է իրանք կարիք էլ չունեն, որ ինչ-որ մի բան նրանց սովորեցնես, իրանք չեն էլ ուզում։ Ես նորմալ եմ ընդունում եւ մենք էինք, որ մեր մեծերի հետ հաշվի ենք նստում, հիմա այդպես չի։ Լարված էինք խաղում։ Հա։ Հետո եթե շնորհքով են իրանք կարողանում են, ոչ էլ այնտեղ ժամանակ էլ չկա, որ սովորեցնես ինչ-որ մի բան, բայց ասենք թե եղել է, որ դրսից տատիկ են կանչել մի հատ այսքան մոնոլոգ են տվել ու չի կարողանում։ Հետո իմ հետ էր տեսանը, պարապեցի, կարողացավ բանը եղավ, էլի նկարվեց։ Այդպես էլ ալ դրսի մարդիկ, թե չէ դերասանները հիմա մանավանդ երիտասարդները, բոլորը տաղանդավոր են։ Տիկին Ջուլիա, դուք ինչպիսին եք, երբ ձեզ ոչ մեկ չի տեսնում։ Երբ ձեզ ոչ մեկ չի տեսնում, ինչպիսին է տիկին Ջուլիա Բաբայանը, երբ մենակ է։ Նորմալ։ Նույն, այսինքն այն առույգությունը, այն կենսուրախությունը, որը հանդիսատեսը տեսնում է, դուք նույն կերպ տանն եք։ Հա։ Ես որ հիմա նոր տարիա չէ, ես որ գնում եմ։ Իմ աղջիկը մեծ տոնածառ են դրում, պես ասում միշտ մեծ տոնածառ է դրում, երեխեքին հավաքում, եկեք պարում եք, տոնածառ ջան, տոնածառ, դա արդեն կատակ են անում, ձեռ են առնում, ասում են Ջուլիան ասի տոնածառ ջան, տոնածառ։ Ես երեխայի նման ուրախանում եմ ամեն ինչով, անմիջական եմ, էմոցիոնալ եմ։ Երանելի է նման տատիկ ունենալ կենսը։ Հա, մի բանը դուր եկավ, ես չեմ կարող թաքցնել, դա լինի երիտասարդ ասենք խաղում է, ես անպայման ասում եմ, եթե դուրս գալիս է, եթե մեկ-մեկ չի էլ գալիս, էլ եթե մոտիկ մարդ է, ասում է, ես տեսարանը սենց արական մի բան, բայց դա ամեն մեկին չես կարող ասել, որտեղ մարդը կարող է վիրավորվի։ Չընդունի կարծիք։ Հա, բայց ընդհանուր առմամբ բնավորությունս լավ, չգիտեմ, լավ չի, ասում աղջիկս ասում մամ, ամեն ինչի որ կարելի ասել, ասում չէ, ինչի, պետք է ասես, որ ինքը հասկանա, որ այդ բանը սխալ է անում, էլ չկրկնի, չի։ Իրական պարզությունը ոչ միշտ է գնահատվում մեր Հա, չափից դուրս չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, բարի եմ, բայց դա էլ է խանգարում, որովհետև բարությունը օգտագործում են, իրանց ոնց հարմար է, բայց մարդ ոնց որ կա այդպիսի, չես կարող փոխել։ Որքան էլ որ ասում են մարդը կփոխվի, բայց այնուամենայնիվ ինչ որ շրջան հետո գալիս ու կանգնում են այն կետին, որտեղից որ սկսել էր փոխվել։ Չէ, չեմ փոխվում, պատկերացրեք, բայց կյանքում է խանգարում բարությունը առհասարակ թե աշխատանքում։ Եվ աշխատանքում եւ կյանքում։ Համոսահյանը մի հատ բանաստեղծություն ունի, ասում է կա մի թուլություն, որ ինձնից վանել չեմ կարողանում, քո չարության դեմ բարություն չանել չեմ կարողանում։ Ուզում ասեմ, ինչքան ուզում է բանալի, բայց եթե մարդը բարի է, չի կարող չարությամբ պատասխանի, չգիտեմ։
Իրականում պետք էլ չէ փոխվել, կարծում եմ, որովհետև շատ քիչ են այսօր մարդիկ, պակասում է, այո, բարի են եւ այդ նախանձը, այդ չարությունը այո, չեք տեսնում ինչ վիճակի մեջ ենք։ Մեր Արմեն Խոստեկյանը միշտ ասում է ժողովներին, եթե հանկարծ մեկը մեկին ինչ-որ բանով իհարկե դերի կապակցության բանով խոսում են, ասում են եկեք սիրենք իրար, արդեն ժողովներին գիտեն, որ Արմեն Խոստեկյանը ասում եկեք սիրենք, այո, եկեք սիրենք իրար, որ կյանքը լավ լինի, որ բարի գործ անեն, բարի լինեն մարդիկ, չչարանան, չնախանձեն։ Հիմա դարել են ինչ-որ մարդիկ ուրիշ կերպ, չգիտեմ։ Ու հենց կարծում եք սիրո պակասն է, Սիրո պակասն է, իհարկե։ Տեսնում ենք եւ ապրում ենք այն, ինչ ապրում ենք։ Տիկին Ջուլիա, հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ես կուզեի, որ խաղաղություն լիներ առաջին հերթին Հայաստանում եւ մարդիկ բարի լինեին, կամեցող լինեին։ Դա շատ կարևոր է։ Մեկը մյուսին հոգատարությամբ շրջապատեն, չարություն չլներ, նախանձություն չլներ։ Բացարձակ արժեքը իմ կարծիքով այդ ամեն ինչը մտնում է մեջը։ Շատ ներքին արժեքներ ավելի բացարձակ արժեք են։ Այո։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլիա, որ ձեր ժամանակը տրամադրեցիք, վստահ եմ հետաքրքիր ուսուցանող զրույց ունեցանք, հատկապես այն մարդկանց համար, ովքեր որ իրենց քայլերն են ուզում անել դերասանական ոլորտում։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։